Բարի օր շախմատասեր բարեկամներ։ Այս դասին կդիտարկենք սկզբնախաղ երկու ձիերի պաշտպանություն և կդիտարկենք շատ հետաքրքիր տարբերակ։ Եվ այսպես Ե4 Ե5 ձի F3 ձի C6 Փիղծ C4 ձի F6 Եվ ինչպես արդեն շատերս գիտենք, այստեղ սա կոչվում է երկու ձիերի պաշտպանություն, ձի C6 ձի F6, այն պարզ պատճառով օրինակ, որ սևերը զարգացրեցին իրենց երկու ձիերը, և շատ հայտնի ձի J5 քայլը, սպիտակները փորձում են ձի F7 կամ փիղ F7 խաղալ, ձի F7 պատառաքաղ, և շատ հաճախ սկզբնակների սիրած քայլը հենց միանգամից F7 դաշտին հարձակվել և նյութական մեծ առավելության հասնել։ Եվ սա նաև շատ հաճախ սկզբնակների մոտ մեծ դժվարություն առաջացնում սևերով խաղալուց և շատերը չեն կողմնորոշում այստեղ գտնելու ճիշտ քայլը։ Եվ արդեն ինչպես գիտենք, այստեղ կա D5 շարունակություն, ԵԴ և ձի A5։ Մեր ալիքում կա այս տարբերակը, երկու ձիերի պաշտպանության տեսանյութ կա, ցանկության դեպքում կարող եք դիտել, այնտեղ մեկ այլ տարբերակ է, և այսօր կդիտարկենք մեկ ուրիշ տարբերակ։ Ինչպես արդեն գիտենք փիղ B5, հիշեցնեմ, որ այստեղ D5 վատ քայլ է, ցանկության դեպքում կարող եք դիտել մեր ալիքի մյուս տեսանյութը երկու ձիերի պաշտպանության վերաբերյալ։ Ձի A5, լավագույն քայլը փիղ B5 շահ, C6, DC, BC։ Եվ այստեղ շատերը գիտեն փիղ E2 շարունակությունը, փիղ E2, մեր էջում կա այս տարբերակով տեսանյութ, H6, ձի F3, E4, ձի E5 և սևերը զինվորի դիմաց ստանում են փոխհատուցում, կորսրած զինվորի դիմաց ունեն փոխհատուցում, ակտիվ խաղ, և այսօր չենք դիտարկի այս տարբերակը, նորից կրկնեմ, որ ունենք մեր ալիքում այս տարբերակի մասին տեսանյութ։ Այս տեսանյութում կդիտարկենք փիղ D3 քայլը։ Կարծում եմ սկզբնակների և կարգայինների և շատ կարգայինների շրջանում ոչ այնքան տարածված քայլ, և փիղ D3 և շատ հաճախ այստեղ սևերը խաղում են վատ, կատարում են վատ քայլ և H6, ինչպես փիղ E2-ին խաղում են H6, և թվում է թե ինչ տարբերություն, դրանք նույնպես փիղ D3-ին նույնպես կարող են խաղալ H6, և հենց փիղ D3-ի իմաստն այն էր, որ H6-ին սպիտակները կարող են խաղալ ձի E4, հետևում է ձի E4, փիղ E4, և սպիտակները մնում են պարզապես զինվորի առավելությամբ, սևերը չունեն բավարար փոխհատուցում, մանավանդ երբ խոսքը գնում է կարգային կամ կարգային շախմատին ոչ այնքան ուժեղների շրջանում։ Հետևում է փիղ E7, F5 շարունակություն չկար այստեղ, F5-ը հետևեր թագուհի H5, սպիտակները կհաղթեն, հետևում է փիղ E7 և պարզապես փոխատեղում և D3։ Կրկնեմ, սպիտակները պարզապես ունեն զինվորի առավելություն այս տարբերակում։ Հետևում է F5, փիղ F3։ Եվ զինվորի առավելությամբ պարզապես անհրաժեշտ է զարգացնել խաղաքարերը և ունենք մեծ առավելություն։ Եվ այստեղ ցույց կտամ իմ աշակերտի խաղացած պարտիայից մեկը և ավելացնեմ, որ իմ բազայում ունեմ մոտ 10 և ավելի պարտիա իմ աշակերտների խաղացած, որոնցում նրանք սպիտակով էին խաղում այդ պարտիաներում և ավելի քան 12 պարտիայից 9 ավարտվել է սպիտակների հաղթանակով։ Եվ
Սպիտակները պարզապես զինվորի առավելությամբ է մնացել։ Այ 3 պարտիան 2 պարտիան ավարտվել է ոչ ոքի եւ միայն 1 պարտություն։ Եվ այստեղ հետևեց փիղ 6 Ձիդ է 2, օրինակ ցույց տամ այդ պարտիայից համեմատաբար ավելի նորմալ պարտիա, ավելի ուժեղ պարտիա ցույց կտամ։ Իհարկե, սևերը այնքան սևերով խաղացողները ոչ այնքան հմուտ շախմատիստներ էին, սակայն նորից ավելացնեմ, որ կարգային շախմատում սա կարող է բավականին միավորներ բերել ձեզ։ Ձիդ է 2, սևերը խաղացին թագուհի d7, փորձելով զարգացնել խաղաքարերը, նավակները միացնել իրար, հետևեց b3, նավակ d8, այստեղ սպառնում է e4, օրինակ հիմա չի սպառնում e4, սակայն փիղ b2-ին կարող է խաղալ e4, որովհետև թագուհի d2 հարվածի տակ է։ Չնայած այնտեղ եւս կա տարբերակ, բայց այդ տարբերակում չենք խորանա, հետևեց թագուհի e2 եւ c5։ Փորձելով հսկել կենտրոնը եւ ինչ-որ խաղ ստանալ կենտրոնում։ Հետևեց փիղ b2 եւ e4 եւ այստեղ շատ ճիշտ քայլ նավակ f1 Եեֆին կհետևի թագուհի e6, սպիտակները կշարունակեն մնալ զինվորի առավելությամբ, հետևեց փիղ f7 եւ այստեղ շատ ուժեղ քայլ, շատ ճշգրիտ հաշվարկ իմ աշակերտի կողմից, հետևեց d-ը, թագուհի d2, թագուհի d2, նավակ d2 եւ փիղ c3։ Սպիտակները զոհաբերեցին ֆիգուր եւ հիմա ֆիգուրը հետ կտանեն եւ կշարունակեն մնալ զինվորի առավելությամբ։ Ու իհարկե այստեղ կար d4 ուժեղ շարունակություն, սակայն սերերը դա չգտան, հետևեց նավակ c2, փիղ a5 եւ հետագայում սպիտակները կարողացան շահել խաղը։ Այսպիսի տարբերակ փիղ b5 c6, dc, bc եւ փիղ d3։ Կարող եք օգտագործել իմաստը հաշվեցին d4 նահանջել, իհարկե այստեղ կա d5 ուժեղ շարունակություն, սակայն այս տեսանյութում դրան մասին չենք խոսի, գուցե հետագայում մեր նոր տեսանյութերում կանդրադառնամ d5 քայլին։ d5-ով d5 ավելի հմուտ շախմատիստները կարող են գտնել, ավելի ճիշտ ոչ թե կարող են գտնել, այլ գիտեն այդ քայլը։ Սակայն շատ հաճախ վստահեցնում եմ, որ այստեղ սևերը կխաղան հաշվեց եւ հուսով եմ այս գտնախաղը ձեզ բավականին միավորներ կբերի։ Այսքանը շնորհակալություն։